15-րդ դարում Ֆրանսիայում ապրում էր եվրոպական գրականության ամենախոշոր դեմքերից մեկը՝ Ֆրանսուଆ Վիոնը, ով բնութագրվում է որպես ֆրանսիական նոր պոեզիայի հիմնադիր։ Սակայն Վիոնը չէր սիրում օրենքներին հետևել, գողություն էր անում, ավազակություն, մեղադրվեց նաև մարդասպանության մեջ։ Ի վերջո ֆրանսիական պետությունը կախաղան բարձրացրեց իր լավագույն պոետին։ Հնարավոր է սա Հայաստանում։ Վերջերս ուշագրավ հետազոտություն են անցկացրել բրիտանացի գիտնականները։ Նրանք պարզել են, որ հայերը օրենք ամենաշատը սիրող ժողովուրդն են, բայց ինչպես գիտնականներին ասել է ուսումնասիրության առարկա հայերից մեկը, սիրել բառը տվյալ դեպքում պետք չէ հասկանալ այսպես ասած մաքուր իմաստով։ Ըստ բրիտանացիների հայերը շատ հետաքրքիր ժողովուրդ են, քանի որ օրենք ասվածն ընկալում են այնպես, ինչպես մնացած մարդկությունն ընկալում է մահը, այսինքն մի բան, որ կարող է պատահել միայն ուրիշների հետ։ Այս փուլում բոլոր հայաստանցիները օրինապաշտ են, գոռում են արդարության ու պետականության մասին, հիշում են, որ հնում Հայաստանը կոչվում էր նաև սուրբ օրենքների երկիր, բայց երբ Աստված չանի, հայ մարդը հանդիպում է օրենքի փշոտ կողմին, վերացական սերը փոխվում է կոնկրետ ատելության։ Ամպոտ կղզու գիտնականները մի հետաքրքիր եզրահանգման են եկել։ Օրենքի մասին խոսելը հայ ժողովրդի ամենասիրելի զբաղմունքներից մեկն է։ Դրա հետ կարող է մրցել թերևս միայն միս խորովելը, բայց օրենքի հանդեպ այսքան բուռն վերաբերմունքը մնում է միայն տեսական մակարդակում։ Բրիտանացի ուսումնասիրողների խումբը հայ ժողովրդի նման հակասական պահվածքի պատճառ է համարում անցյալը։ Ըստ հետազոտողների ամեն հայի սրտի խորքում նստած է դժգոհ, բայց այդ մասին չբարձրաձայնող թուրքա ու պարսկա հպատակը։ Ով գիտի, որ օրենքը թուրքինն ու պարսիկինն է, ինքը չի համարձակվում այն խախտել, բայց գիտի նա, որ այդ օրենքը խախտելը հերոսություն է։ Այսօր արդեն հայ մարդը չի կարող սպանել թուրք հարկահավաքներին ու դառնալ ջիգիտ, բայց փոխարենը կարող է օգտվել օրենք խախտելով հերոսանալու ավանդույթից եւ հարկ չմուծելով կամ ամրագոտի չկապելով հերոսանալ։ Ու ըստ հետազոտության, հենց օրենքի հանդեպ այս հակասական վերաբերմունքն է պատճառը, որ միշտ Հայաստանի խորհրդարանը հակասական է լինում։ Օրենք գրելու պաշտոնին են ձգտում մարդիկ, ովքեր նույնիսկ գրել չգիտեն, ու բոլորը դա համարում են շատ նորմալ։ Փոխարենը բրիտանացի գիտնականները ապշել են, թե ինչքան են հայերը սիրում այսպես կոչված չգրված օրենքները։ Ըստ այդ ուսումնասիրության, այդ սերն այնքան մեծ է, որ եթե ընտրությունը հայերին մներ, երևի անկախության հռչակագիրն ու սահմանադրությունն էլ մնային չգրված օրենքների շարքում, քանի որ այդպես շատ հարմար է բարեկամներին, ծանոթներին, արժանավորներին ու հերոսներին հեշտորեն բացառություն դարձնելը։ Որոշ հայեր անկեղծացել եւ բրիտանացի գիտնականներին պատմել են, որ ըստ հին հայկական լեգենդի, եթե մի օր բոլոր հայերը ամրագոտի կապեն, փոքր մհերը դուրս կգա ագռավ ու քարից, իսկ իրենք վախենում են այդ օրվանից։ Գևորգ Էմինտերյան, Սուրանկյուն։